Սիրուններս, ուրեմն քանի որ այսպես աղմուկը գնալով ավելի է շատանում վիրուսի հետ կապված եւ մենք բոլորս ապրել ենք, հա, այդ դժվար ժամանակաշրջանը, ինչը կապված էր կորոնայի հետ, ես ինքս անձամբ կորոնայից այսպես մի մազով փրկվել եմ եւ հասկանում եմ, հա, մեր արդեն մտահոգությունը, վախերը եւ այս լուրերը, որ թերթում ես անդադ հանդավիրուս, ես փորձեցի նայել նաեւ նատալ կարտերը աշխարհի, Հայաստանի 2020 թվականի եւ 2026 թվականի եւ ուրեմն համեմատության արդյունքում ես ստացա այսպիսի մի արդյունք, ուրեմն մոլորակները 2026 թվականին կապված են դանդաղաշարժ լուսնային հանգույցների դիրքերի հետ։ Ուրեմն կորոնավիրուսի նատալ կարտը, եթե նայում ենք, աստղաբանական առումով նշանավորվեց մի քանի ծայրահեղ հազվադեպ ասպեկտների, որոնք տեղի ունեցան ածիղջուրի նշանում։ Ածիղջուրի ինչ է? Հողի կայուն ու ծանր նշան։ Սատուրն ու Պլուտոն միացված էին 2020 թվականին, սա համարվում էր համաշխարհային ճգնաժամերի, սահմանափակումների եւ կառուցվածքային փլուզումների հիմնական նշան։ Յուպիտերի ներկայությունը ընդլայնեց ճգնաժամը, այսինքն արագ տարածեց վիրուսին, տալով համաշխարհային մասշտաբ։ Նեպտունը ձկների մեջ պատասխանատու է վիրուսների համաճարակների համար, այն գտնվում էր հզորագույն դիրքում, ինչը նպաստեց անտեսանելի վտանգի տարածմանը։ Եթե նայում ենք մենք 2026 թվականի Հայաստանի նատալ կարտը, ապա պետք է ասեմ, որ Նեպտունը եւ Սատուրնի մուտքը Խոյ 2026 թվականի հենց փետրվարից կազմում է 0 աստիճան։ Սա կոչվում է Արիեսի կետ եւ կարող է նշանակել նոր գլոբալ ցիկլի սկիզբ, որը երբեմն կապվում է հանրային առողջապահական փոփոխությունների հետ։ Այստեղ առողջապահական փոփոխություն, այսինքն բժշկության մեջ կարող է որոշակի փոփոխություններ տեղի ունենալ։ Հայաստանի համար 2026 թվականը ուրեմն ավելի շատ գտնվում է քաղաքական եւ սոցիալական վերափոխումների տարի, որը կապված է, գիտեք արդեն, ընտրությունների հետ։ Պանդեմիայի վտանգը որոշ աստղաբաններ, ասենք, տեսնում են, որ կարա լինի, բայց շատ խիստ տարբերվում է 2020 թվականի եւ 2026 թվականի քարտեզները։ Այստեղ ավելի շատ կարող է լինել, քանի որ Նեպտունը ձկներում է, հույսային հանգույցը գտնվում է ձկների մեջ, Նեպտունի տիրապետության տակ։ Իսկ հարավայինը կույսի, սա կապվել է վիրուսների բռնկումների հետ։ Այս լուրերն է, որ մենք լսում ենք, եւ այստեղ շատ կապ ունի նաեւ փետրվարի մարտի խավարումները ձկներում կույսի առանցքի վրա։ Կարող են ակտիվացնել ուղղակի առողջապահական խնդիրներ, այստեղ կոնկրետ վիրուսների վտանգ չկա։ Այստեղ կա մեղմացում, օրինակ Պլուտոնը ջրհոսում է, ի տարբերություն 2026 թվականի ածիղջուրի կոշտ էներգետիկ այսպես կայուն վիճակը, ջրհոսը նպաստում է գիտական հայտնագործությունների եւ թվային լուծումների, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել ցանկացած վարակի եւ վիրուսի դեմ։ Ուրեմն բարենպաստ ասպեկտները 2026 թվականի երկրորդ կեսին ձևավորվում են որպես կայունության ասպեկտ, ինչը նշանակում է, որ նույնիսկ եթե լինի բռնկում, այն չի ունենալու 2026 թվականի այսպես վտանգավոր եւ մահացու կործանարար հետևանքները։ Եթե այս ամեն ինչը ամփոփելու լինենք 2026 թվականի պանդեմիայի համաշխարհային մակարդակի կրկնության հավանականությունը աստղաբանորեն չափազանց ցածր է, քանի որ չկա Սատուրն եւ Պլուտոն, ճնշող միացումները չկային։ Սակայն 2026 թվականի գարնանը, ինչպես տեսանք, հնարավոր է տեղային բռնկումներ, տեղային, որտեղ կսահմանվի առողջապահական նոր կանոններ, հնարավոր է որոշակի այսպես
պահպանող կամ խստացվող միջոցներ, որը կլինի հիգիենայի հետ կապված, անվտանգության հետ կապված, բայց ոչ սահմանափակումներ։ Մարդիկ տեղաշարժվելու իրավունք կունենան։ Ուղղակի այստեղ հնարավոր է թեստավորումներ անցնեն կամ ինչ-որ ապահովության համար որոշակի օրենքներ սահմանվեն, որը էլի եմ ասում չի սահմանափակելու։ 2020 թվականը ինչով էր ծանր, որ ուրեմն հունվարին տեղի ունեցավ Սատուրնի և Պլուտոնի միացումը։ Սա աստղաբանության մեջ ամենածանր ասպեկտն է, որը լինում է 33-ից մինչև 38 տարին մեկ անգամ։ Այն միշտ բերում է հին աշխարհի փլուզում։ Այդ եղջյուրի նշանը, որտեղ դա տեղի ունեցավ, պատասխանատու էր սահմանների, պետական վերահսկողության և արգելքների համար։ Դրա համար ամբողջ աշխարհը փակվեց և արվեց լոքդաուն։ Յուպիտերն էլ եկավ այդ ամենը դարձրեց համաշխարհային մասշտաբ, այսինքն արագություն տվեց և տարածեց։ Ինչ է լինելու 2026 թվականի Հայաստանի և աշխարհի համար։ Ուրեմն Նեպտունի և Սատուրնի հանդիպումը 2026 թվականի փետրվարին, սա ամենակարևոր իրադարձություններն էր։ Նեպտունը պատասխանատու էր վիրուսների և բժշկության համար, իսկ Սատուրնը կարգապահության, որոնք հանդիպում են միմյանց, ասեցի, խոյում 0 աստիճանում, փետրվարից արդեն։ Ինչ վտանգ կա, սա կարող է բերել ինչ-որ նոր տեսակի վիրուսի, որ արդեն կա, հանտավիրուս, ինֆեկցիայի բռնկման, բայց այն ավելի շատ կապված կլինի ջրի, ոնց որ ասեցի, իմ կանխատեսումների ժամանակ նշեցի, ջրի կամ քիմիական տարրերի, ժողովուրդ ջան, ջուրը կարա լինի վտանգավոր։ Այս վերջում էլ ջրի հետ կապված դեպքեր տեղի ունեցան Հայաստանում, կարծեմ չեմ անում, որ շրջանն էր, ջրից մարդիկ վատանում էին ու տանում էին հիվանդանոց։ Պանդեմիա ինչու չի կարող լինել, որովհետև այն մոլորակների միացումը, որ տեղի է ունեցել պանդեմիայի ժամանակ 2026 թվականին, չի կարող լինել, չկա այդ միացումը։ Հայաստանի քարտում ճակատագրական փոփոխություններ են լինելու ոչ թե հիվանդության տեսքով, այլ Հայաստանի կարգավիճակի տեսքով։ Ուրանի տրանզիտը, Ուրանը հեղափոխությունների մոլորակը լինելու է Հայաստանի քարտի կարևոր կենտրոնում, սա նշանակում է տնտեսական կտրուկ թռիչք, թվային նոր համակարգերի ներդրում։ Առողջապահությունը, ուրեմն գարնան մարտ-ապրիլ Հայաստանում հնարավոր են խիստ սահմանափակումներ կամ բժշկական նոր օրենքներ, բայց դրանք ավելի շատ կլինեն կանխարգելիչ, քան ճգնաժամային։ Մենք արդեն մայիսն ենք, կարողացանք այդ ամեն ինչը մանյովրել, եթե ամփոփելու լինենք, վախենալու կարիք չի լինի, որովհետև 2020-ին գիտական հեղափոխության 2020-ին, եթե աշխարհը կանգնած էր վիրուսի պայքարի առաջ, այս 2026-ը գիտական հեղափոխությունների տարի է, նույնիսկ ԴՆԹ-ի մակարդակով։ Հնարավոր է այսպես, եթե անգամ ինչ-որ բան վտանգավոր լինի, իր լուծումը արագ ու հեշտ գտնելու են, և բժշկությունը էլ ավելի է հզորանալու։ Եթե այս ամեն ինչը ավելի մանրամասն մենք նայենք, ուրեմն Հայաստանի 2020 թվականի քարտեզը Սատուրն-Պլուտոն միացումը այդ եղջյուրում, սա քարտի ամենավտանգավոր կետն էր։ Պլուտոնը մահ ու վերափոխում, Սատուրնը արգելք ու պատեր էր կառուցում։ Այս երկուսի հանդիպումը սառը քարացած այդ եղջյուրում ստեղծեց մի վիճակ, երբ աշխարհը բառացիորեն կանգ առավ։ Ոչ միայն աշխարհը կանգ առավ, այլ նաև կյանքը կանգ առավ։ Նեպտունը ձկներում պատասխանատու էր վարակների, վիրուսների, թոքերի, այն իր տանն էր և հզոր էր, ինչը նպաստեց անտեսանելի և արագ տարածումների համաճարակների հետ կապված։ Հայաստանի համար 2026 թվականը
Սատուրն ու Պլուտոնը հարվածեցին հենց 6-րդ տանը, որը առողջապահության եւ աշխատանքի տունն էր։ Այստեղ եւ առողջապահությունը տուժվեց, առողջությունը տուժվեց եւ աշխատանքը տուժվեց։ Եվ դա գեր ծանրաբեռնված տնտեսական լարում եւ իրավիճակ առաջացրեց։ Սև լուսինը Լիլիթը այդ շրջանում անցնում էր խոյով, ակտիվացնելով Հայաստանի քարտի ցավոտ կետերը, ինչը բերեց ոչ միայն հիվանդություն, այլև հետագա պատերազմական ծանր էներգիաներ։ Հայաստանի 2026 թվականի նատալ քարտով, եթե մենք նայում ենք, Հայաստանի սպասվում է մեծ տրանսֆորմացիա, Նեպտունի եւ Սատուրնի մուտքը խոյ։ Սա ամենակարևորն է 2026 թվականի փետրվարին ասացի, որ նրանք հատում էին խոյը 0 աստիճանում։ Հայաստանի համար սա նշանակում է պետականության նոր մոդելի ձևավորում։ Պլուտոնը ջրհոսում, Պլուտոնը վերջնականապես հաստատվում է ջրհոսի մեջ, Հայաստանի լուսնի նշանը, սա նշանակում է, որ ժողովուրդը, սա ժողովրդի նշան է, հա, նշանակում է, որ ժողովրդի գիտակցությունը կփոխվի, տեխնոլոգիական թռիչք եւ հին կառավարման ձևերը կարող են փոխվել։ Յուպիտերը առուծում, սա հաջողության ասպեկտ է, 2026 թվականի ամռանը Հայաստանը կարող է միջազգային հարթակում մեծ հեղինակություն ձեռք բերել կամ նոր հզոր դաշնակիցներ գտնել։ Եթե մենք նայում ենք Հայաստանի 2026 թվականի եւ 2020 թվականի քարտեզը, իրանք խիստ տարբերվում են եւ եթե ասենք ամբողջ աշխարհի այսպես նատալ կարտը ուսումնասիրելով պանդեմիայի վտանգ իրականում չկա։ Տարեշկների փոփոխություն գոյություն ունի, 2020-ը գերակշռում էր հողը, ծանրություն, նյութական կորուստ, 2026-ը կրակն է գերիշխում եւ օդը, արագություն, ինֆորմացիա եւ լուծումներ։ Այստեղ 2026 թվականին գիտական առաջընթացներ են տեղի ունենալու, հայտնագործություն գենետիկ մակարդակով, ասեցի ցանկացած նոր վիրուս դառնում է սովորական հարբուխ։ 2026-ի Հայաստանի սպասվում է բեկումնային վերելք, ոչ թե անկում, եթե 2020-ը դիմակների եւ փակ դռների տարի էր, ապա 2026-ը լինելու է բաց աչքերի ստեղծագործական քաոսի տարի, որից ծնվելու է նոր Հայաստան։ Ուրեմն, եթե մենք աստղաբանական, այսպես մանրակրկիտ վերլուծություն անենք, պանդեմիայի վտանգ չկա 2026 թվականին։ Հիմնվելով մոլորակների կոնֆիգուրացիաների վրա, տարեշկների տարբերությունը հող եւ կրակ, եթե 2020 թվականին մոլորակները խեղդված էին ածեղջուրի հողի տարերքում, դա բերեց տնտեսության կանգի, մեկուսացման եւ ծանր շնչառական խնդիրների։ 2026 թվականը Սատուրն ու Նեպտունը մտնում են խոյ, այսինքն կրակի համաստեղություն։ Կրակը ունի մաքրող, այն չի թողնում վարակը ճահճանա եւ երկար տևի, ցանկացած բռնկում կլինի արագ, բայց նույնքան արագ հետ կմարի։ Պլուտոնի դիրքը, ուժի կենտրոնը 2020-ին ածեղջուրում էր, այն սեղմում էր մարդկանց ազատությունը եւ ստեղծում մասսայական բախ։ 2026 թվականի Պլուտոնը արդեն ջրհոսում է, ջրհոսը գիտակցության, տեխնոլոգիաների եւ ապագայի նշան է, սա նշանակում է, որ նույնիսկ եթե նոր վիրուս հայտնվի, մարդկությունը կունենա այնպիսի թվային կամ գենետիկ գործիքներ, որոնք թույլ չեն տա, որ վիրուսը դառնա պատուհաս եւ տարածվի։ Սատուրն-Նեպտուն միացումը առանձնահատուկ Ուրեմն 2026 թվականին ասեցի, բժշկական նորարարություն է բերելու, վտանգը ոչ թե լինելու է հիվանդության տեսքով, այլ ինֆորմացիայի տեսքով, որ մենք տեսնում ենք, հա, թե ինչքան է այսպես լճացել, ինչքան են խոսում, ինչքան են վախեր այսպես առաջացնում։ Իհարկե, զգուշանալ միշտ էլ պետք է, եւ մահերը մենակ վիրուսների հետ կապված չեն, այսօր սպանություններ կան, այսօր ավտովթարներ կան, այսօր ինֆարկտներ կան, քաղցկեղ կա եւ այլը եւ այլը։ Ուղղակի պետք է մի փոքր էլ ավելի ուշադիր լինել, եթե հնարավոր է, այսպես շփումը մի փոքր ավելի մեղմացնել, ավելի հաճախ հեղուկներ օգտագործել, շատ լավ է իմբիրը,
իմունիտետը բարձրացնող միջոցներ, հա, կիրառել առօրյայում, դա ավելի էֆեկտիվ է, քան վախենալ, տանը փակվել եւ տանել ստրես։ Այսպիսին էր Նատալ Կարտով այսօրվա իրավիճակի մեկնաբանությունը։ Ես համեմատեցի, երկար ժամանակ այսպես գիշերը աշխատել եմ այդ թեմայով, նայել եմ, համեմատել եմ, զուգահեռներ եմ անցկացրել, թե ինչու են ժամանակ այսպես եւ ինչու է ժամանակ այսպես, եւ ձեզ տալիս եմ ինֆորմացիա, ու դուք գիտեք, որ ես մի բանի մասին 10 հատ այսպես թողարկում չեմ անում, արել եմ Նատալ Կարտով հիմա եւ արել եմ կարտերով ստուգել ենք, հա, որպեսզի հասկանանք ինչա տեղի ունենում։ Կարճ ու կոնկրետ ասել եմ, գիտեք, ու եթե ասել եմ, ուրեմն արդեն գիտեք։